որ իհարկե ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական ճակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնելու հենց 3 ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սա մեկ, սա ինքնին արդեն ծանրակշիռ փաստ է քաղաքական հետապնդումը հիմնավորելու։ Երկրորդը այն է, որ էլի չխորանալով դետալների մեղադրանքի բովանդակության մեջ, թե ինչքան հին, մոտապես 2000-ական, արդեն հաղորդագրությունից պարզ 2001-2 թվականների բան է, որոնք օբյեկտիվորեն էլ չէին էլ կարող առնչություն ունենալ որպես հանցակցություն պարոն Լևոն Քոչարյանի հետ եւ իր գործողության բնույթով, այսպես ասած, պատժիչ ռեպրեսիվ գործողություններ էր, որովհետեւ երեխաները շփոթված էին շատ դիմավորել, պատկերացրեք դուրը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասենց ասում էր, «Էս ինչ են անում այս մարդիկ այստեղ»։ Լևոնի կինն էր փորձում էր փոքրիկին բացատրել, որ, չգիտեմ, հնարավոր է Սպայդերմենն է եկել, այո, շփոթված են, հա։ Այդուհանդերձ ես նաև արձանագրեցի էլ, որ ինձ համար իրավաչափության տեսակետից, նաև այս շոուները կազմակերպելու տեսակետից բացարձակ արդարացված չի կարող համարվել ԱԱԾ ալֆա ջոկատի ներկայությունը այստեղ։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել ինձ ասում է, բայց ես գիտեմ, որ այս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների մոտ գնան, ինչ-որ զինված մարդկանց մոտ, մեր տուն ինչի են եկել։ Լավ, վարույթն իրականացնող մարմինը ասում է, որ բայց իրանք չեն մասնակցել գործողությանը, էլի իրենց ներկայությունը, այդ դիմակավորված ներկայությունը ամեն դեպքում ազդեցություն է երեխաների եւ առհասարակ մարդկանց հարևանների նկատմամբ ինքը որևէ կերպ իրավաչափությամբ չի հիմնավորվում։ Դե մնացած մեղադրանքի էությունը ինձ թվում է արդեն եք հասկանում, որ Լևոն Քոչարյանը անուղղակիորեն է գործեն առաջին, որտեղ եթե Ռոբերտ Քոչարյանն է վերաբերվում գործը, ինչու են այստեղ եկել։ Հա, ինչ որ շատ տարօրինակ փորձել են շղթակապել, թե ինչ կապ կարող է ունենալ, վստահ եմ, որ եթե անաչառ դատարան լինի, այս խուզարկության որոշումը բացարձակ ապօրինի է ճանաչվելու, որովհետև մոտավորապես 20 տարվա տարբերության մեջ մոտավորապես լոգիկան հետևյալ է, 20 տարի, 25 տարի առաջ եղել են ինչ-որ գործողություններ, ինչ-որ տարածքներ են ապօրինի օտարվել, այնտեղից ինչ-որ ենթադրաբար ապօրինի գույք է ձևավորվել, այդ գույքը ձևափոխվել, եկել հասել է այս տուն, բայց այս տանը տենց էլ չկարողացան այդպիսի բան գնել։ Իմ տպավորությունը այնպիսին էր, որ այս մարդիկ փորձում էին ինչ-որ թանկարժեք բաներ գտնել, ամեն ինչը, նույնիսկ սպասքի հետևի լոգոներն էին բացում, սկսում նայել, ուզում էին հասկանալ ինչ որ ուլտրա թանկարժեք բաներ կան, չեն կարող, ինչ որ ոսկեգույն ժամացույց են գտնում, մտածում են, ահա, հեսա գտան այդ կարևոր մեծ կեղեքիչ ապացույցը, պարզվում է, որ դա նույնիսկ ոսկի էլ չէ, ուղղակի ոսկեգույն ժամացույց է։ Ու այդպես իմ տպավորությունը այնպիսին էր, որ ցանկանում են գերթանկարժեք բաներ գտնել, որոնք այդպես էլ չկարողացան գտնել, ընդամենը եթե թույլ կտա պարոն Քոչարյանը, ասենք, որ իրենց հարսանիքին նվիրած հուշամեդալներ են տարել, որը նույնիսկ նշվածել է, բացել են այդ հուշամեդալները, վրան գրված է եղել, որ հարսանիքի ամսաթվով նվեր է այսինչ մարդկանցից։ Դրանք արգրավել են վարույթի շրջանակներում, չնայած որ էլի իմ համոզմամբ այդտեղ ուղիղ արդեն փաստվում է, որ դա առնչություն չի կարող պարզապես ունենալ որևէ այդ գործի։ Իսկ որևէ այլ բան ինչ են արգրավել փաստաթուղթ, այլ նշանակությամբ այդ գրիչները։ Գրիչների մենք բովանդակությունը չենք էլ կարողան բացենք, գրիչ, հա։ Նույնիսկ smart TV-ից ֆլեշկա են տանում,